Սիրելի համաքաղաքացիներ, գիտեք սա ինչ է, սա Գյումրու կենտրոնով անցնող Գյումրի գետակն է։ Տարիներ շարունակ աղբը այսպես հավաքում, բերում, կուտակում, տանում ու նորից նույն պատմությունն է։ Եվրատաշինքը այս խնդրի լուծումն ունի։ Գյումրիով անցնող բոլոր գետակները պիտի ունենան կոլեկտորներ, որոնք պիտի աղբը կոյուղաճրերը հավաքեն տանեն, իսկ գետակները մնան մաքուր։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցն է։ Բարի օր, պարոն Սաքունց, շնորհակալություն միանալու համար։ Ողջույններս, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, Միացյալ Նահանգների 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոին նամակ են հղել, կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումը եւ բռնությունները։ Նախ այս նամակների կոչերի 60 կոնգրեսականների, հնարավոր արդյունավետության մասին կխնդրեմ նախ որպեսզի մենք խոսենք, հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների գործող վարչակազմի խոստումները մինչև լիազորություն ստանձնելը, որ պետք է քրիստոնյա հասարակությունները պաշտպանված լինեն, նույն Թրամփի քրիստոնյա հայերի վերաբերյալ գրառումները եւ քրիստոնեությանը, քրիստոնեական արժեքներին այս վարչակազմի տրամադրվածությունը մոտեցումները, այս վերջերս նաև վարչապետը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Տեսեք, պարոն Ոսկանյան, իհարկե 60 կոնգրեսականների դիմումը վարչակազմին դա մի մեկուսի քայլ չէ, որովհետև եկեք արձանագրենք, որ մինչ այդ տեղի էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մյուս կողմից ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Մոսկվա այցելությունից հետո այցելեց նաև Բաքու, իդեպ առնվազն կարծեմ մոտ 8 ժամ զրույց են ունեցել Բաքվում, նաև հեռախոսային զրույցը Թուրքիայի հետ, այսինքն ինչ եմ ուզում ասել, որ կոնգրեսականների այս դիմումը, որով պահանջ են ներկայացնում որևէ ռազմական աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին, պահանջելով նաև բոլոր ռազմագերիների ազատ արձակումը, ինքը ընդհանուր ամերիկյան վարչակազմի, Թրամփի վարչակազմի ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում, ոչ թե սա ինչ-որ եզակի կամ ինչ-որ մեկուսի նախաձեռնություն է։ Իմ համար մի քիչ տարօրինակ է իհարկե այդ քրիստոնեական արժեքներին հղում անելը, որովհետև այո, մի կողմից հանրապետականները եւ հատկապես Թրամփը ինքը անգամ աղոթքներ է կազմակերպում, ուրեմն Սպիտակ տանը, ողալաձև ուրեմն կաբինետում հայտնի այդ լուսանկարը, բայց կողմից էլ բավական լավ եւ կառուցողական այսպես կոչված հարաբերություններ է ձևավորում նույն Թուրքիայի հետ եւ մենք չենք լսել, ասենք նույն Թուրքիայում քրիստոնեական ժառանգության հետ կապված հարցերի մասին որևէ մտահոգություն։ Այնպես որ խոսել կամ ելնել այն դրույթից, որ Թրամփի վարչակազմը այսպես աչքերը ուղղել է քրիստոնեական արժեքները պահպանելու համար եւ այդ միտումով է ուրեմն մոտենում չէ։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ էական նշանակություն ունի նախ անցած տարվա եռակողմ հանդիպումը ապրիլի 5-ին Բրյուսելում Բլինքենի Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ վարչապետի, այնուհետեւ անցած տարի ուրեմն կարծեմ դա
նոյեմբերին էր մինչև նախագահական ընտրությունները Բլինքենի հետ ուրեմն ռազմավարական համագործակցության մասին այդ հռչակագիրը ուղղակի պետք է ենթադրել, որ Միացյալ Նահանգների Թրամփի վարչակազմը կարծես թե հարավային Կովկասի հետ կապված շարունակելու է այն քաղաքականությունը, որը ձևավորվել են նախորդ Բայդենի վարչակազմի օրոք, չնայած լավ գիտեք, ես շատ լուրջ քննադատական վերաբերմունք ունեմ Թրամփի վարչակազմի ընդհանուր քաղաքական վարքագծի եւ գործողությունների հանդեպ, բայց այս առումով գուցե եւ կարող է լինել բացառություն։ Այսքանը ես կարող եմ ասել։ Այսինքն հիշատակելով այդ իրադարձությունները, նշելով, որ կոնգրեսականների կոչը նամակապետ քարտուղարին մեկուսի գործընթաց չէ, այսինքն մենք գործ ունենք մի այսպես շղթայական եւ ավելի մեծ process-ի հետ, հա։ Այո, որովհետեւ բայց տեսեք, խնդիրը կան նրանում, որ պետքարտուղար Ռուբիոյի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ այնուհետև այս կոնգրեսականների ուրեմն կոչը դրանք ուղեկցվել են, զուգորդվել են ԱՄՆ-ի Բասաշյան պաշտոնատարանձի, կարծեմ նախագահի խորհրդականներ, այցելությունը Կրեմլ հետո Բաքու, այսինքն այստեղ կայանում է հարցը, որ ԱՄՆ-ը իր քաղաքականության, այնուամենայնիվ իր քաղաքականության իրականացման հետ կապված որոշակի ձեռք բերում կամ որոշակի մտքերի փոխանակման միջոցով հայտնում է Կրեմլին, շատ լավ գիտակցելով, որ հարավային Կովկասում չի կարող ինքը հաշվի չառնել Կրեմլի գործոնը։ Եվ այս առումով է, որ այո, բացառություն է ընդհանուր մոտեցումների առումով, արժեքային առումով, բայց քաղաքական վարքագծի տեսակետից ինքը առանձնանում է այն իմաստով, որ բոլոր դեպքերում այստեղ մի ձեռքով ուրեմն Պուտինի վարչակազմին այդպես էլ ոչ մի անգամ պահանջներ չի ներկայացնում ուկրաինական ռազմագերիների, երեխաների առևանգման հետ կապված, բայց նույն խնդիրների վերաբերյալ ռազմագերիներ, խաղաղության եւ այլն պահանջներ ներկայացնում Իլհամ Ալիևին։ Այսինքն այստեղ կա իհարկե տարբերակված մոտեցում, երևի թե ըստ բռնապետերի կշիռների կամ նրանց ունեցած ազդեցության, հա, ծավալի հետ կապված։ Դա համար եմ ասում, այո, սա որոշակի կա առանձնացված ոնց թե մոտեցում։ Իհարկե պետք է մենք ասենք, էլի մենք անդրադառնանք հարցին, թե արդյոք այդ վարչակազմի համար իրապես մարդու իրավունքները կամ բռնապետական ռեժիմների վարքագիծը ուրեմն քննադատելը ունի որևէ արժեքային հենք, հա, ես կարծում եմ, որ ոչ, այլ ուղղակի քաղաքական նպատակահարմարության տեսակետից երևի թե ինչ որ համընկնում է շահերը Միացյալ Նահանգների եւ այս պահին Հայաստանի Հանրապետության շահերի հետ, որից պետք է իհարկե օգտվել։ Սա է ամենից կարևորը։ Այս հնարավորությունը պետք է իրապես դարձնել ինստիտուցիոնալ եւ ես կարծում եմ, որ ոչ միայն կարծում եմ, այլ վերլուծելով եւ իմի բերելով որոշակի նաև տեղեկատվություն կարող են պնդել, որ Իլհամ Ալիևի հռետորաբանության այս սաստկացումը, այդ ատելության այսպիսի ճչացող դրսևորումը երեկվա երևի թե հենց նաև պայմանավորված էր Միացյալ Նահանգների կողմից նրա նկատմամբ ճնշումով, այսինքն ըստ էության այստեղ Միացյալ Նահանգները կարծես թե փորձում է հանդես գալ հայ-ադրբեջանական այս հարաբերությունների առումով որպես երաշխավորի դիրքում եւ գուցե պետք է փորձի հասկանալ թե ինչ վիճակում է Ռուսաստանի դերը եւ ըստ դրա նաեւ իրականացնի իր ուրեմն վարքագիծը իրականացնի իր քաղաքականությունը այնպես որ իրապես այստեղ շատ ունիկալ շատ հետաքրքիր հնարավորություն է բացվում գոնե ժամանակի առումով մեզ համար որովհետեւ արտաքին սպառնալիքները հանձինս
Ադրբեջանի եւ Ռուսաստանի մենք տեսնում ենք, որ բավական ուրեմն լուրջ է, բայց միաժամանակ էլ որոշակի հնարավորություն ենք տեսնում հանձինս Վաշինգտոնի, որ կարող են կասեցվել այդ սպառնալիքները։ Լավ, Հայաստանը այդ առումով ինչ պիտի անի այս սպառնալիքները կասեցնելու եւ գործընթացը տրամաբանական բովանդակային, այսինքն ավարտի բերելու համար, էլի։ Ճիշտ ասած, մինչ այդ հարցին անցնելը ես մի հանգամանքի վրա կուզենայի ուշադրություն դարձնենք, մենք չգիտենք թե այդ 66 կոնգրեսականները դա մեկ կուսակցության ներկայացուցիչ են, թե երկկուսակցական են, որովհետև դրանք խիստ տարբեր ուրեմն մեխանիզմներ են, եթե երկկուսակցական ուրեմն կոնգրեսական խմբի կողմից է, դա շատ ավելի կարող է արդյունավետ լինել եւ դա նշանակում է, որ այն խնդիրները, որոնց մենք առնչվում ենք այդ սպառնալիքների հետ կապված, ինքը ամերիկյան ուրեմն առնվազն օրենսդիր մարմնում կոնգրեսում ունի երկկուսակցական ընկալում, այսինքն այստեղ ոչ թե միայն քրիստոնեական արժեքների, այլ նաև արժանապատվության մարդու իրավունքների արժեքների ընկալում կա, որտեղ դեմոկրատների համար շատ լավ գիտենք, որ դրանք են կարևոր արժեքները։ Եվ այստեղ շատ կարևոր է այդ հանգամանքը հաշվի առնել, ես տեղյակ չեմ դեռևս թե այդ 66 կոնգրեսականները իրապես երկկուսակցական են, թե միայն մի կուսակցության ներկայացուցիչ են, սա մեկ։ Երկրորդը իհարկե Հայաստանի Հանրապետությունը, սա նշանակում է, որ այդ երկու կուսակցությունների հետ եւ հատկապես օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ զուգահեռ պետք է աշխատի։ Հիշում եք, ամենասկզբում երբ առիթ ունեցել ենք խոսել, անդրադառնալով ԱՄՆ-ի վարչակազմի այդ վարքագծին, երբ որ ըստ էության զոհաբերում է կարելի ասել Ուկրաինայի հանուն այդ խաղաղության, որի հետ դեռևս Ուկրաինան չի համաձայնվում, դա վտանգ ենք տեսնում հայկական Հայաստանի տարբերակով։ Եվ այն ժամանակ ես մի այսպիսի միտք էլ ասեցի, որ այնուամենայնիվ իշխանությունների տանջատման եւ փոխզսման սկզբունքը Միացյալ Նահանգների կոնտեքստում ենթադրում է կամ հուշում է, որ պետք է լրջորեն աշխատել կոնգրեսի եւ սենատի հետ, որպես զսպող ինստիտուտ, եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրապես շատ պետք է արդյունավետ եւ սերտ համագործակցի թե կոնգրեսում եւ թե սենատում, ուրեմն երկու կուսակցությունների հետ էլ, նաեւ իհարկե վարչակազմի հետ հանձինս պետքարտուղար Ռուբիոյի, որովհետեւ իդեպ ասեմ, որ այնուամենայնիվ ինքը որոշակի առանձնանում է Թրամփի ծայրահեղական վարքագծից, լինելով նրա պետքարտուղարը, եւ կարեւորում է Թրամփի կողմից այն աշճան, որ Իլոն Մասկի կողմից Ռուբիոյի նկատմամբ այդ ոտնձգությունը, այսպես ասեմ, կանխվել է հենց Թրամփի կողմից նաեւ, այսինքն այստեղ կա փաստը, որ անգամ իր ծայրահեղականությամբ հանդերձ Թրամփը այնուամենայնիվ անվերապահ աջակցում է Ռուբիոյին, եւ այս առումով կա նաեւ այս հնարավորություն, այսինքն պետքարտուղարության հետ պետք է շարունակել աշխատել, ինչ նպատակով։ Մեկ նպատակ ես պետք է ասեմ, որ նախ առաջերտին Ադրբեջանի ռեժիմի կողմից Հայաստանի նկատմամբ սպառնալիքները, շանտաժը, այդ անհիմն պահանջները, որոնք պայման են տրվում այդ փաստաթղթի երկկողմ հարաբերությունների կարգավորման փաստաթղթի ստորագրման համար կանխվեն։ Այսինքն զսպել Ադրբեջանին, սա մեկ։ Երկրորդը իհարկե հզորացնել հայ-ամերիկյան այդ համագործակցությունը, ռազմավարական համագործակցությունը եւ հասնել նրան, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի հրաժարվել ոչ միայն իր ոտնձգությունից, այլ նաեւ այդ փաստաթղթը ստորագրի, բայց Հայաստանը պետք է հասնի նրան, որ ենթադրվելի, չգիտեմ, դա 1 տարի հետո կլինի, 2 տարի հետո կլինի, այնուամենայնիվ այդ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը չստորագրվի
Մոսկվայում կամ Սոչիում։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այս պահին այդ հնարավորությունը կա, որպեսզի դա իրապես լինի։ Հաշվի առնելով Եվրոմիության նաև այսպես որ եվրոպական պետությունների զարթնելը, այդ եւ երեք տեսանք ուղղակի աջակցություն Ուկրաինային, բավական շատ լուրջ ուրեմն որոշումներ են կայացվել Եվրոմիության հետ համագործակցության զուգահեռ Հայաստանը պետք է նաև իր ռազմավարական համագործակցությունը այն մակարդակի հասցնի Միացյալ Նահանգների հետ, որ որևէ որոշման կամ որևէ փաստաթղթի կամ որևէ քայլերի դեպքում անպայման ունենա այդ երաշխիքները, ոչ թե հույսը տնի Միացյալ Նահանգների կամ Եվրոմիության վրա, այլ հաշվի առնելով նույնիսկ կրկին ուժերի բալանսը, որը լրջորեն խախտված է եւ հաշվի առնելով Իլհամ Ալիևի այդ հռետորաբանությունը, սպառնալիքները, շանտաժը, պատերազմով սպառնալը անգամ, դրանք կարողանա այդ համագործակցության միջոցով կանխի։ Սա է իմ կարծիքով մեր հիմնական անելիքները, բայց եթե իդեալական ասեմ տարբերակ, եթե այդ համաձայնագիրը ստորագրվի Վաշինգտոնում կամ Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս, դա կլիներ ամենալավագույն տարբերակը։ Իհարկե ոչ նաև Թուրքիայում, որովհետև Թուրքիայի հետ էլ նաև պետք է նաև այդ հարցերի առումով համոզմամբ Վաշինգտոնը ունի դերակատարում։ Պարոն Սաքունց, նշեմ, որ կոնգրեսականների նամակը կոչը պետ քարտուղարին երկկուսակցական է։ Սա իրավիճակ է փոխում։ Դա լուրջ իրավիճակ է փոխում։ Դա նշանակում է, որ Հայաստանի պարագայում, Հայաստանի խնդիրների առումով հայ-ադրբեջանական հարաբերությունների ուրեմն այդ կարգավորման ուղղված փաստաթղթի առումով, փաստաթղթի եթե ասենք թե մի կողմ դնենք այնուամենայնիվ խնդիրների նկատմամբ կա երկու կուսակցությունների կողմից միևնույն մոտեցումը։ Սա շատ կարևոր ռեսուրս է։ Սա բավական լուրջ ռեսուրս է, այսինքն քաղաքական իրավիճակի փոփոխությունը չի հանգեցնելու, ինչպես չհանգեցրեց փաստորեն այդ դիմումի փաստով եմ ասում եւ այդ հանդիպումների հեռախոսազրույցների առումով, չի հանգեցրել վերաբերմունքի փոփոխությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սա փաստ է այլևս։ Այսինքն, եթե նույնիսկ վաղը չմյուս օրը միջանկյալ ընտրություններում կոնգրեսում հարաբերակցությունը փոխվի դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ կամ սենատում, միևնույն է, այդ երկուսակցական մոտեցումը, այդ ընդհանուր ընկալումը Հայաստանի Հանրապետության խնդիրների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կարգավիճակի նկատմամբ նույնն է, չի փոխվելու։ Սա կանխատեսելիության ամենից կարևոր երաշխիքն է, իդեպ ասեմ, եւ դա ենթադրում է, որ որևէ ներքաղաքական իրավիճակի փոփոխություն չի ազդելու այդ արտաքին քաղաքականության այդ սեգմենտի վրա Հայաստանի առումով։ Սա իհարկե եւ այս առումով իհարկե երբ որ մենք ունենք կանխատեսելիության մեկ այլ վարքագիծ հանձինս Կրեմլ-Բաքու այդ սերտ համագործակցության, մեր անվտանգության, մեր արժանապատվության, մեր ինքնիշխանության ապահովման տեսակետից սա բավական եւ անհամեմատ լուրջ ռեսուրս է եւ սա այս առումով եմ կարեւորում։ Շնորհակալ եմ պարոն Սաքունց մեկնաբանությունների համար։ Հաջողություն։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։